Աստված օրհնի մեզ բոլորի։ Եղբայրներ, քույրեր, ուզում եմ մի կարճ մի բանի վրայով կանգ առնեմ, որ այս օրերի մեջ քրիստոնյա ժողովուրդը ոչ թե թույլ ժողովուրդ են, ոչ թե անկարող ժողովուրդ են, ոչ թե խեղճ ժողովուրդ են, այլ բոլոր դարերի մեջ Աստծուն ապավինող ժողովուրդը եղել են հաղթողներ, համաձայն եք թե չէ, որ անելանելի վիճակի միջից դուրս են եկել, ինչի համար, որովհետև կրտնել են Աստծուն, ապավինել են Աստծուն, վստահել են Աստծուն եւ Աստված մեծ հրաշքներով ու նշաններով Իսրայել ազգի մեջ հետագայում էլ տեսնում ենք հեթանոսների մեջ նշաններով հրաշքներով գործեց։ Տեր Հիսուսը իր խոսքի համաձայն այս վայրում ներկա է, եղբայրներ, քույրեր։ Եվ ես հիմա մի բանի վրայով եմ կանգ առնում եւ այդ ուղղությամբ պետք է աղոթք անենք։ Քրիստոնյան ունի ուժի գաղտնիք։ Երբ որ Յոերթասի ժամանակ կարդում ենք, Յոերթաս գիրք կա հաստ, չգիտեմ կարդացել եք, մի 5 անգամ ես եմ կարդացել։ Երբ որ արենայի մեջ գիշատիչ կենդանիները հարձակվում էին քրիստոնյաների վրա, նրանք երգ էին երգում, հայացք ուղղում դեպի երկինք եւ հաղթական ժպիտով դիմավորում էին այդ գիշատիչ կենդանիներին։ Ինչ էր կատարվել։ Ներոնը երբ որ անցնում էր այդ տեղերով, նայում էր նրանց դեմքներին, ապշած էր մնում։ Ասում էր, այս մարդիկ ովքեր են, վախ չունեն, այս մարդիկ այս ինչ են տեսնում, որ բոլորի դեմքին ժպիտ կա։ Եղբայրներ, քույրեր, Աստված մեզ կանչել է հաղթական կյանքի, նորից եմ ասում, բայց այդ հաղթական կյանքի մեջ գաղտնիք կա, որի մասին ես ուզում եմ կարդամ։ Հրամանը դուրս է եկել թագավորի կողմից, Եսթերից եմ կարդալու Եսթեր 4-րդ գլխի մեջ, Եսթերի գրքի 4-րդ գլխի միջից կարդալու եմ տեղ։ Հրամանը դուրս է եկել եւ ամբողջ հրյաները պիտի կոտորվեն։ Այդպիսի հրաման է դուրս եկել։ Հրյաներ փոխաբերական իմաստով դա Աստծո ժողովուրդ, որ այս օրերի մեջ մենք ենք։ Եվ քիչ չի թով ու բովը մեր շուրջը, տենց է թե չէ։ Պատերազմական վիճակներ, արհավիրքներ, բոլոր կողքի ազգերը գերտերություններ, ինչքան սպառնալիքներ են անում այս փոքրիկ ազգի վրա, բայց այս ազգի մեջ կան արդարներ, կան Տիրոջ աղաղակողներ, կան Աստծո զավակներ, եւ ինչ տեղի ունեցավ, տեսեք 15 համարից կարդամ։ Եսթերին լուրը ուղարկեցին, եւ Եսթերը ասեց, որ այդևի բան չի կարա լինի, եւ գիտենք պատմությունը, կարճ եմ ուզում կարդամ։ Ու Եսթերը ասավ, որ Մուրդքեին այսպես պատասխան տանեն։ Հիմա պատասխան են տանում Մուրդքեին։ Գնա դուն Շուշանի մեջ եղող բոլոր հրյաները ժողովի, Աստծո ժողովուրդը հավաքի, ու ինձի համար ծոմ պահեցեք։ Ինչ արեք, եղբայրներ, քույրեր։ Ինձի համար ծոմ պահեցեք։ Աստված օրհնի եղբայրներին, միտքը շարունակեմ եւ աղոթք ենք պատրաստում։ Եղբայրներ, քույրեր, տեսեք, սա քրիստոնյայի գաղտնիքներից է, քրիստոնյաների գաղտնիքն է, ուժի գաղտնիքը որտեղ է թաքնված քրիստոնյայի։ Այն անձնավորությունները, ովքեր ունեն կապ հաղորդակցություն կենդանի Աստծո հետ, նրանք ապրում են այս լուրջ կյանքը, որ շատ սուրբեր ապրել են այդ կյանքը։ Եվ ինչ արեց Եսթերը, նա չշտապեց թագավորի մոտ մտնելու։ Նա ուներ կառույց եւ նա ապավինում էր կենդանի Աստծուն։ Նա գիտեր, որ Աստծուն աղաղակել աղոթքով եւ ծոմով անհնարինը կարա դառնա հնարավոր։ Չգիտեմ դուք համոզվել եք ձեր կյանքի մեջ։ Եվ ինչ ասեց, նորից եմ կարդում։ Հրյաներին հավաքի ասեց Շուշանի մեջ եւ ինձի համար ծոմ պահեցեք։ Գիշեր ու ցերեկ 3 օր մի ուտեք ու մի խմեք։ Նույնպես ալ ես իմ աղախիններովս, չի ասում, ես էլ իմ համար կապրեմ, ես էլ իմ աղախիններովս ծոմ կպահեմ, ու այնպես թագավորին առջև կելեմ, թեպետ եւ օրենքի դեմ է, ու եթե մեռնեմ էլ, թող մեռնեմ, այնատեն Մուրդքե գնաց
ուրավ այն ամենուն համեմատ զոր Եստեր իրեն պատվիրել էր։ Եղբայրներ, քույրեր, մենք գիտենք, որ անժամկետ շաբաթ կիրակի օրերը եկեղեցու եղբայրները ավակ հայտարարել են ծոմապահություն։ Ինչքանով կարամ ես մասնակից լինեմ եւ առնեմ օրհնություն եւ ինչքանով կարամ թույլ գտնվեմ, ծույլ գտնվեմ, անհոգ գտնվեմ եւ այդ օրհնությունից զրկվեմ։ Ինչ կատարվեց, հրյաներին պետքա կործանում լիներ, հրյաներին պետքա վերացնեին, բայց փոխվեց ծրագիրը, թե ոչ, հարց եմ տալիս։ Ժամանակը շայլու համար ասեմ, Նինվե քաղաքը ինչ պետքա լիներ, դուք հուշեք ինձ։ Նինվե քաղաքը պիտի կործանվեր, բայց ինչ կատարվեց, եղբայրներ, քույրեր, թագավորը հրաման արձակեց, որ 3 օր ինչ անեն, ծոմապահությամբ աղոթք անեն, ծրագիրը փոխվեց թե չէ։ Իմ եւ քո կյանքի մեջ գալիս է անելանելի վիճակներ, եղբայրներ, հասեք, բայց չէ որ Աստված տվել է մեզ հնարավորություն, տվել է մեզ կարողություն, տվել է մեզ միջոց, որպեսզի այդ զենքը ի գործ դնենք մեր հոգևոր կյանքի մեջ։ Եղբայրներ, քույրեր, սա լոկ խոսքեր չեն։ Սրանք ավետարանն է հորդորում։ Այն Աստծո զավակները, ովքեր ունեցան աղոթքի կյանք ներքին սենյակի մեջ եւ ունեցան ծոմապահությունով աղոթքի կյանք, նրանք ունեցան հաղթություններ։ Ամբողջ նշեք ձեր մոտ կամ հիշեք, ամբողջ Եսայի մարգարեություն 58-րդ գլուխը բացատրում է ծոմապահության վրայով։ Կարևորությունը ուզում եմ տեսնեմ։ Ես անձամբ իմ կյանքի մեջ ունեցել եմ բազում դիպվածներ։ Ես քանակը չեմ կարող հիշեմ։ Չի բացառվում, որ դու էլ կարող ունես նման վկայություններ, որ վիճակը եղել է անելանելի, ես հիշում եմ, թե երեխեքի հետ կապված, թե ընտանիքի հետ կապված, թե իմ անձի հետ կապված, բայց ուժը գտել եմ դրա մեջ։ Ճիշտ է, եղբայրները հորդորում են ծոմով աղոթքի մղվել, բայց սիրելիս, եկեք հիշենք, որ Տեր Հիսուսն էլ այդ ձևի դիպված եղավ։ Բանավոր եմ ասում ժամանակի պատճառով։ Բերել է իր տղային, դիվահար բռնված տղան, աշակերտներին խնդրում է ինչ կլինի, աշակերտներ, Տեր Հիսուսի աշակերտներ ինչ կլինի, երեխես տանջվում է, երեխես տառապում է, վատ բաներ թե չէ, ցավեր թե չէ, բայց երեխան իր աչքի դեմ այդքան մեծացրե, ընկնում կրակի մեջ, թփլտկում, փրփրում, ինչ վիճակներ, բերում է աշակերտներին, աշակերտները կարողացան բուժել, չէ, երբ որ Տեր Հիսուսը եկավ, հրամայեց, մեռածի պես ընկավ, հիշում եք այդ տեղը, եւ բժշկությունը տեղի ունեցավ։ Հիմա առանձնացել է, աշակերտները ասում են, Տեր Հիսուս, այդ ոնց է, որ մենք չկարողացանք, բայց դու կարողացար։ Հիշեցիք արդեն այդ տեղը, ինչ հուշեց Տեր Հիսուս։ Ասեց, այս ձևի վիճակը ուրիշ բանով չի լուծվում։ Եղբայրներ, քույրեր, բաներ կա իմ եւ քո կյանքի մեջ։ Կա բաներ, որ շարունակական չի լուծվում։ Միթե Աստված այսօր չի հուշում մեզ, իր կենթանի խոսքերով չի հուշում, որ մղվենք լուրջ կյանքի, իրական կյանքի, քրիստոնեական կյանքը դա հաղթական կյանք է։ Եվ Տեր Հիսուս ասեց, նման վիճակը ուրիշ բանով չի լուծվում այդ հարցը, միայն ինչով, միայն աղոթքով, տենց ասեց, ոչ, աղոթքով եւ ինչով, ծոմապահությունով։ Եղբայրներ, քույրեր, թող ավետարանի այս խոսքը այսօր մեզի արթնացնի։ Տեր Հիսուսը պետքա գնա 40 օր չիկերը չի խմե, պետքա գնա Սուրբ Հոգեն անապատը, որպեսի սատանային փորձվի։ Հիշում եք այդ տեղը։ Նա գնալուց առաջ 40 օր ինչի մեջ էր, ծոմապահության մեջ էր, որտեվ արջևում դժվարություն կար, որտեվ արջևում ընթացք կար, պայքար կար, Տիրոջը խոսքը հորդորում է։ Չեմ ուզում, դուք շատ լավ գիտեք համարներ այդ ուղղությամբ, որ կարելի է շատ տեղեր նշել, բայց թող ավետարանի Աստվածաշնչի խոսքը այսօր մղի ինձ եւ քեզ, որ մենք գնանք ներքին սենյակ, Տեր Հիսուսը սովորեցրեց, անձամբ Տեր Հիսուսը կանգ առե դրա վրա, ասեց, երբ որ ծոմ կպահեք, ինչ մի եղեք, դրսևանց ցույց մի տվեք, որ ծոմապահության մեջ եք, որտեղ փարիսեցիները տեն շեին անում, դեմքները չէին լվանում, տրտում էին այտենց լինում, որ մարդկանց Երևան այդ վարձքը կորավ, բայց երբ որ ծոմապահության կգնաս, մաքրվի, հարդարվի, պատրաստվի, անձդ բեր Տիրոջը, եղբայրներ, քույրեր, անձամբ ինձ, որ մի քիչ էլ գիտեն բժշկության գործի մեջ եմ, պաշտամունքների վերջում շատ գալիս են հոգիներ, գիտես եղբայրես վիճակը, այն վիճակը, ծայրահեղ վիճակներ են ներկայացնում, ինչ կարա անի մարդը, խեղճ, հողեղեն մարդը ինչ կարանի, կարամ 2 հատ հորդոր ասեմ, 2 հատ էլ դեղ գրեմ ճանապարհեմ, բայց սիրելի եղբայր ու քույր, այսօր առիթը կա այս խոսքը ինձ եւ քեզ խորը քնից արթնացնի,
Չեք զգացե տենց բան։ Մի եղբոր հորդորական խոսք ասվում, գիտեք ինչ ասեց։ Ասեց եղբայր, դուք հիմա ասում եք ես ցավ եմ ապրում։ Ինչի, մենք լավ բան ենք ասում, ինչ ես ցավ ապրում։ Ասեց որովհետև չեմ հիշում վերջի անգամ երբ եմ ձեր ասած լուրջ ծոմապահության մեջ մտե։ Սա ցավալի բան է թե չէ, եղբայրներ քույրեր։ Աստծո զավակ երբ որ մխվում է ծոմ եւ աղոթքի, մարմնավորը հողեղենը սկսում է տկարանալ, բայց նրա տաճարի մեջ ով է սկսում զորանա։ Դուք հուշեք ինձի, Սուրբ Հոգին զորանում է, մեր հոգին լեցվում է, ջերմեռանդությունով, նվիրվածությունով։ Եղել է անգամ գիտեք մի քիչ երկար օրեր, որ կարողանում ես Տիրոջ օգնությունով ծոմապահության մեջ լինել, այնքան հետաքրքիր է։ Նույն երևույթը որ տեղի ունենար կպորտքայ տան մեջ, երեխեքին ինչ որ մի բան կասեի, բայց երբ որ ծոմապահության ընթացքի մեջ ես եւ խաղաղություն ա գալի եւ մի հատ հետաքրքիր օրենք էլ ա կատարվում, մարմինը սկսում է տկարանալ, հոգին սկսում է ինչ անել, զորանալ։ Հիմա մի հատ բան ա կատարվե, ուզում եմ խոսամ, առաջ խոսայ, բայց որ մարմինդ արդեն ուժասպառ ա լինում, արդեն ինքը իր ուժերը չի կարում, էլ խոսալդ էլ չի գալիս, էլ չես կարում այդ վիճակի վրա մարդկորեն ազդեցություն ունենաս։ Երանի է այն Աստծո զավակը, եղբայրներ քույրեր, ես ուզեցա կարճ հորդորական խոսք անեմ, իմ սրտին դրվեց, ես ասեցի, բայց իմ սրտին դրվեց, Տեր, պակասել եմ, պետքա զղջանք դրա համար։ Մեր սրտերը բերենք Տիրոջը եւ խնդրենք, որ այդ լուրջ աղոթքի կյանքը, ծոմապահության կյանքը Տերը նորից վերականգնի մեր մեջ։